Ողջույն բարեկամներ, այսօր արդեն ապրիլի 25-ն է, երեկ ավարտվեց ցեղասպանության 110-ամյակի 10-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, մինչև դրանց մասին անդրադառնալը մանրամասն, ես ուզում եմ մի շատ կարևոր բանի մասին հիմա խոսել, ուրեմն այս ամիս ապրիլի 27-ի 28-ին պարզվում է Փաշինյան ճիվաղը այցելելու է Էստոնիա եւ Էստոնիայի համայնքի Տալինի համայնքի անդամներից զանգեցին առավոտյան ինձ ասեցին, որ նման բան լսել են, բայց ոչ մի հայկական միջավայրում դրա մասին չի տարածվում մասսայական, բայց իմացել են, որ անհատական մակարդակի վրա փորձում են հանդիպում կազմակերպել Փաշինյան Նիկոլի հետ, որ հանդիպումը լինի ոչ աղմուկոտ, որ հանգարց հարցեր չլինեն ավելորդ եւ միևնույն ժամանակ կարողանան մի քանի հոգի հավաքել, որ կամերայով ցույց տալու բան լինի։ Եվ այսպես, ուրեմն տեղեկացնում են, որ նման բան է լինելու, ուրեմն նաեւ դիմել են հայ համայնքին, որ նա կազմակերպի, եւ հայ համայնքի ղեկավարը Տալինի ուղղակի մերժել է, որ դա ինքը չի անի։ Շնորհակալություն Տալինի հայ համայնքի ղեկավարին եւ բոլոր հայերին, որ այդքան սկզբունքային են։ Դիմել է եկեղեցին էլ է մերժել։ Շնորհակալություն հոգեվոր հայրերին, համայնքին։ Եվ գտել են ինչ որ ոմն Փիրուզա, որը ինչ որ բիզնես կապեր ունի Հայաստանի հետ, որը խոստացել է հանդիպում կազմակերպի եւ որն էլ փորձում է իր անձնական կապերով մի քանի հոգի հավաքել։ Երբ որ մեր ընկերները փորձել են այդ այս մասնակցողները զրուցել, որ ինչպես կարող եք դուք այդ ցեղասպանի այդ մարդասպանի հետ գնալ հանդիպման, պատասխանը եղել է մոտավորապես նման մի բան. Փիրուզայի խաթր գնում ենք։ Ես այստեղ ես սա իմ ասած դնում եմ մի կողմ ես փաստերը, ուզում եմ անցնեմ առաջ Փիրուզային նախդինը։ Փիրուզա, ես չէի պատկերացնում, որ կարելի է ապրել Էստոնիայում, Տալինում ու լինել մոտավորապես գրզո։ Որտեղ ինչ է նշանակում գրզո։ Գրզոն դա տեսակ է, դա ֆինանսական կառույց է, որը իր ֆինանսական շահերի համար թքած ունի ամեն ինչի վրա։ Ես չգիտեմ, որ կարելի է ապրել եվրոպական միջավայրում, եւ լինել գրզո։ Իմ համար անակնկալ է սա։ Եթե դուք նույնիսկ ինչ որ ֆինանսական կապեր եւ կախվածություն եք Հայաստանից, դուք փաստորեն ոչ մի բանով չեք տարբերվում այն մնացած հանցագործ օլիգարխներից, որոնք իրենց ֆինանսական հաջողությունների համար ծառայում են ցեղասպան սեյական մարդասպան Նիկոլ Փաշինյանին։ Եվ բոլոր նրանք, ովքեր Փիրուզի խաթր, պատրաստ են գնալ ցեղասպանի ձեռը սխմեն, իրանց ես ասելու բան, այստեղ արդեն իմ լեքսիկոնը նորմատիվ վերջանում է։ Այսինքն ինչ է նշանակում Փիրուզի խաթր, գնալ մարդասպանի ձեռքը սեղմել, այսինքն դուք ինչ որ մի բանի խաթր կարող եք գնալ մարդասպանին օժանդակելու, փողանակ դուք ինքներդ ամոթանք տակ Փիրուզին, որ լինելով Էստոնիայում ինքը պատրաստ է ծառայելու Հայաստանի թիվ 1 թշնամուն, այսքան մարդ սպանած հայրենիքը կործանած տականքին, փողանակ դուք ինքներդ ամոթանք տակ, հələ հակառակը դուք եք իրար խաթր մտնում հանցանքի տակ 21-րդ դարում ապրելով Եվրոպայի համարյա սրտում, իսկ մեր բալտիկյան երկրները պակաս Եվրոպա չեն, նման ձևի մտածել եք ու դուք իրավունք ունեք այսքանից հետո ինչ որ բանից բողոքել, պարոնեք։ Այս լավամարդ լինելու պրակտիկան չհասկացաք, որ բերեց մեզ բոլորիս համակարգային կործանման։ Իսկ նույնիսկ Տալինում կարելի է լավամարդ լինել, Իհարկե անհատական ընտրության հարց է այստեղ, բայց ես իմ ասելիքը ասեցի, Փիրուզա եք էական չի։ Դուք նույնիսկ եթե չեք հասկանում ինչ եք անում, ու դուք եթե դրդում եք մարդկանց, որ ձեր խաթր դառնան հանցակից, այսինքն հերիք չի դուք եք հանցակից դառնում, դուք նույնիսկ ձեր գործերը ինչ որ առաջ գցեն, amma դուք պատրաստ եք նաև մնացած մարդկանց թուլակամ, լավամարդ լինելու պատրաստ մարդկանց սարքել հանցակից։ Իսկ ինչ վերաբերում մնացած մասին, մնացածների, որոնք մերժել են, բոլորի շնորհակալ եմ,
մնացածներն էլ թողիշ են։ Ինձ խնդրեցին, որ ես փոխանցեմ, որ մեկ ասենց տենց իմանալու են ովքեր են գնացել այդ տականքի հետ մասնակցելու։ Հա, ուրիշ մայթը հանդիպումը բաց լիներ, մարդիկ գնային իրանց ասածը ասեին դեմքին ու գային, բայց այդպես չի, ինքն էլ է հասկանում, որ եթե հանկարծ բաց եղավ հանդիպումը, կարող այնքան թուքումուր ուտի, որ կամերան նկարելու բան չունենա, հա, դրա համար էլ այսպես փիրուզների ձեռքով են այս ամեն ինչը ուզում կազմակերպեն։ Ու ես խնդրեցի փոխանցեմ, որ մեկը այսպես թե այնպես, հա մեկը ցույց է տալու։ Դա ցույց տա չէ, որ Փաշինյան Նիկոլը գնաց Տալին եւ իրան ընդունեցին Տալինում։ Էստոնիայի մայրաքաղաք Տալինում, Եվրոպայի սրտում ընդունեցին Ճիվաղին։ Դա ցույց տա չէ, երևալու է չէ ովքեր են այնտեղ։ Երևացողները դառնալու են Պարսավանքի առարկա։ Հա, որտեղ մնացածը այնքան քաղաքացիական եւ հայրենասիրական դրսևորում են ունեցել, որ ասել են ցեղասպան ազգասպանի մենք չենք կարող ձեր սեղմել։ Դա նույնն է ուզում գնաց Ալիևին պատիվ տալու։ Այսքանը Տալինի մասին, հիմա գնանք այսօրվա նորությունների։ Սա է արել ձեր թուրք եղբայրը, որի հովանավորն է այսօր հայկական իրականության մեջ Նիկոլ Փաշինյանը եւ իր այդ մետաստազները, ովքեր կան ԿՊԿ-շված համայնքի մեջ ու դեռ շարունակում են ներվայնանալ ու ներվել ժողովուրդը հնարավոր բոլոր ձևերով թքեց իրանց երեսին, այսքան որ երեխու ճակատագրի վրա թքած ունեցած ու սա ընդամենը մի փոքրիկ մասն է Գյումրիում հավաքված մի փոքրիկ, սա ընդամենը մի փոքրիկ հատվածն է, որ ամերիկան միսիոներները կարողացան փրկեին կոնգրեսի հատկացած գումարներով, պատկերացնեք հոգին շունչը $1 վճարելով գնում էին թուրքերից, քրդերից, հա, ինչ որ մնացել է եւ բերում փրկում էին այս երեխաներին։ 150,000 նման երեխա փրկելուց հետո։ Այսինքն դուք այդքան թքած ունեք այս ամբողջ ճակատագրի վրա, սա մի փոքրիկ մասն է, այսքան երեխա որբ է մնացել։ Դուք ձեր ֆինանսական հաջողությունների համար պատրաստ եք թքել ամեն ինչի վրա ու դուք ուզում եք որ ճակատագիրը նույն ձևի չթքի ձեր ճակատագրի վրա, հնարավոր չի։ Լավ մտածեք ինչ եք անում, հա։ Եվ սրա ֆոնդի վրա է հետագային որ պետք է ստեղծվեր բանը, այս որքանոսը տեսնում եք, այս շենքը ճակատագրի հեգնանքով այդ սև շենքը պետքա դառնար նույն ցեղասպանությունը կազմակերպված ռուսական 102-րդ բազայի մասնաշենքերից մեկը, ոչ միակը։ Գնանք առաջ եւ այսպես Այդա Ներսիսյանն էր շատ լավ բան գրել, ուզում եմ ձեզ ներկայացնել։ Մարդկային միտքը անկարող է ըմբռնել, թե ինչպես Սորբոնի համալսարան ավարտած բժիշկը կարող է ցեղասպան լինել։ Բարձվում է, կարող է, եթե նա թուրք է։ Ինչի՞ մենակ Սորբոնի համալսարան ավարտած։ Երևանի համալսարան ավարտածներն են, չէ, կներեք, չավարտածներն են, դուրս շպրտածներն են ընդդեղից կարող են ցեղասպան լինել։ Ահավասիկ Յուսաբեր օրաթերթի 1919 թվականի մայիսի համարում տպագրված մի հարցազրույց, որտեղ Իթիհադ կուսակցության քարտուղար Միթհադ Շուքրին հարցնում են հարյուրավոր հայերի թունավորելով մահվան դատապարտած բժիշկ Ռեշիդին։ Դուք բժիշկ եք եւ իբրև բժիշկ ձեր պարտականությունն է մարդ փրկել։ Ինչպես եղավ, որ այդքան անմեռների գունդ առ գունդ մահվան գիրկը նետելու պատճառ եղաք։ Դոկտոր Ռեշիդը պատասխանում։ Բժիշկ լինելս չէր կարող մոռացնել տան ազգությունս։ Ռեշիդը բժիշկ է, բայց աշխարհը եկավ իբրև թուրք թուրքությունս հաղթեց բժշկությունը։ Պարզ ասել է մարդը։ Պարզ, անկեղծ ասել է, որ թուրքությունը, եթե կա թուրքություն, ինչ մարդկություն, ինչ մասնագիտություն։ Հավապատմական պատասխանատվությունը հարցնում են, հա։ Եթե արարքիս համար մեր պատմությունը ինձ պարտավորության ենթարկե, սիրով կընդունեմ, բայց ուրիշ ազգերի պատմությունն ինձ չի հետաքրքրում։ Ինձ գրեն, միևնույնն է, ես դրան կարևորություն չեմ տա։ Ասում եմ, ինչ գրեն, հա։ Վերջում ավելացրեց, քիչ առաջ ինձ հարցեցիք, թե իբրև բժիշկ ինչպես եմ կարողացել մարդ սպանել։ Ահա պատասխանս։ Հայ ելուզակները այս հայրենիքի ծոցի մեջ բույն դրած վնասակար մանրեներ էին։ Միթե բժիշկի պարտականությունը չէ մանրեներ սպանելը։
Նույն յուսաբերում տպագրված է մեկ այլ թուրք բժիշկի ճիվաղային արարք ու խոստովանությունը։ Ասում է երկու քաղաքացի քահանա սպանած բժիշկ Հասան Ֆուադ Բեյը դատարանից ազատ արձակվեցավ հետևյալ ցուցմունքի համաձայն. ես նրանց սպանեցի կարծելով թե հայեր են, իսկ հայերի սպանությունը թույլատրված է։ 100 տարի չէ, 110 տարի չէ, 1000 տարի անցնի, թուրքը չի փոխվելու։ Մնացեք խաղաղության բարի գիշեր։ Ովքեր ցեղասպանության հետ կապված այսօր եւ ամբողջ ընթացքում իրենց ամբողջ ջանք ու եռանդը դնել են մոռացության, ուրացության տալ, նեղվում են վարված դրոշների, ցեղասպանության հատուցումը, ճանաչումը պահանջողների գործողություններից, իրանք փաստացի խոստովանում են, որ հայերը դա Թուրքիայի մեջ բույն դրած վնասակար միջատներ էին, որոնց սպանել էր պետք, անհրաժեշտ էր պետք սպանել, որոնք խոստովանում են, որ հայ լինելը հավասարազոր է միջատ, վնասակար միջատ լինելու։ Նման մարդիկ խոստովանում են, որ մարդուն անկախ ազգության կարելի է սպանել, եթե ազգությունը ուրդ չի գալի։ Այս ամեն ինչը կրկնվեց ուղիղ դրանից 35 տարի հետո, 30 տարի հետո, 45, 30, լավ, 25 տարի հետո Գերմանիայում։ Նույն բառերով, նույն բնութագրելով, որ հրեան մարդ չի, հրեան վնասակար է, հրեան միջատ է, եթե դա արդարացված էր Թուրքիայում, ինչի չի կարող արդարացված լինի Գերմանիայում։ Ես շատ եմ լսել, ես վստահ եմ դուք էլ եք շատ լսել մարդկանց, որ ասում են այդքան ճանաչում է ինչ իմանային, որ այդպես մարդ դուրս կգար։ Կամ այնպես լավն էր թվում, ով կմտածեր, որ նա այդպեսին կլիներ, ով կմտածեր այսօր։ Մենք շատ հաճախ մարդկանց գնահատական ենք տալի նրանց վերաբերմունք, ըստ նրանց վերաբերմունքի մեր նկատմամբ։ Մենք մարդկանց գնահատական ենք տալի ըստ նրանց վերաբերմունքի մեր նկատմամբ։ Երևի չկա ավելի մեծ մոլորություն, քան մարդուն գնահատական տալ քեզ վերաբերմունքի համատեքստում։ Դրանից մեծ մոլորություն ու սխալ չկա։ Դա հիմնականում բոլոր տեսակի հիասթափությունները, դա կլինի ընկերական շրջապատում, ընտանեկան, աշխատանքային, քաղաքական։ Դուք նայեք պարզ ձեր այդ ուսումնասիրության առարկան մարդը, ինչպես է նայում ընդհանրապես sense հարցերին։ Պարտադիր չի, որ գա ձեր դուրը հասնի, որ դուք հասկանաք դուք գործ ունեք հրեշի հետ։ Եթե մի մարդ կարող է ընդունի, որ ինչ որ մեկին կարելի է սպանել, որտեղ ազգությունը դուր չի գալի, որ նա ինչ որ դե լավ, ոչինչ իր այդ, եթե դա կատարվում է, հա։ Վստահ եղեք, դուք եք այդ ցուցակում, ուղղակի դե ժամանակը չի եկել։ Մարդկանց պետք չի գնահատել ձեր նկատմամբ ունեցած վերաբերմունքը։ Տեսեք, այդ մարդը այս երևույթների նկատմամբ ինչ վերաբերմունք ունի։ Հիմա գանք ռեալ դաշտ։ Ձեր շրջապատը միած ֆիլտրեք ու տեսեք ձեր շրջապատի մարդիկ այս ամեն ինչի նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն։ Եվ մի սպասեք, որ դա հասնելու է նաև ձեզ։ Եթե նրանք այս անտարբեր, ընդունողական, կոնֆորմիստական վերաբերմունքն ունեն այս դժվար ճակատագրերի նկատմամբ, դուք հաջորդն եք, ուղղակի դուք օրն ու ժամը չգիտեք, իսկ թարսի նման այդ օրն ու ժամը գալիս է հենց այն ժամանակ, երբ որ ամենակիչն էիք սպասում դրան, եւ դուք ամենաշատ ունեիք աջակցության կարիք հենց այդ մարդու կողմից։ Դավաճան, արժեզուրկ մարդը, արժեքների զուրկ մարդը, նա դավաճան է, իսկ բնությամբ ուղղակի այդ պահին դեռ առիթ չի եղել, որ դա ձեր նկատմամբ ցուցադրվի։ Սա է եղել իմ ամբողջ, let's ասեմ, աշխարհ ճանաչման հիմքում դրված հիմքը։ Ես երբեք ոչ մեկին չեմ վերաբերվել այն վերաբերմունքով, ոնց որ ինձ են վերաբերվել։ Ես արդեն եմ նայել եմ մարդիկ ուրիշի դժբախտության, ուրիշի ուրախությանը, պատրաստական են արդյոք օգնելու, աջակից են, սրտակից են, մարդ են ուրիշի նկատմամբ։ Ուրիշի, եթե ուրիշի նկատմամբ ինքը մարդ է, նշանակում է ինքը մարդ է։ Դուք տեսնում եք ձեր դեմ մարդ, ու նրա համար պայմանավորված չի ձեզանից օգուտ ունի, թե չունի։ Ուղղակի նա մարդ է, որովհետև մարդիկ չեն կարող լինել, քեզ կարելի է սպանել, այնը չի կարելի սպանել։ Հա,
Դու ոչինչ որ տանավեր եղած, բայց ես Երևանի կենտրոնում պետք է ապահով ապրեմ։ Չի լինում, դա մարդ չի։ Այո, բիոլոգիապես դուք տեսնում եք մարդ, բայց մարդկային իմաստով ոչ։ Մարդ ծնվում են բոլորը։ Այո, բայց ցավոք քչերն են մարդ դառնում, հետո ավելի բարդ վերսիան մարդ մնում մինչև կյանքի վերջ։ Գնանք առաջ, լսենք։ Համաստեղավոր թուրքամետներ, դուք իրավություն եք թուրքի գործակար, Թղասպանություն Դանիելյան կասկածով տնող անասուն կպայականներ, դուք պղծում եք ես շողես կրպությունը մի պղծեք գոնեք, ես չեմ բախնում կպայականները բոլորը թուրքի գործականներ եք, Կարծես թե մարդ չկա, որի համար արդեն գաղտնիք լինի, թե ովքեր են ԿՊ-ականները, ինչ տեսակի երևույթներ են նրանք, ըմբոեմ, սրտաբուխ ելույթ Ծիծեռնակաբերդում։ Սա էլ է սրտաբուխ, չզարմանաք, նայեք այս դեմքը, վախեցած, անվստահ, փնթի, Վովան լիներ, կասեր հանեք սրան համազգեստի մեջից։ Մեկ լսենք ինչ ասում։ Զիջվել է, Արցախն է հանձնվել, էլ ինչ պետք է զիջվել։ Հայաստանի տարածքներից այսօր մենակ զիջվել է Ջերմուկի տարածքը, ուրիշ ոչ մի տարածք չի զիջվել։ Ես եղել եմ այդ բանը, գյուղերում եղել եմ հադիկ, այդ գյուղերը բանը, թուրքական գյուղեր էին, որոնք մենք այս պայմաններում sense տենես Ղարաբաղը եթե տվեցինք այդ գյուղերն էլ դրենք։ Բանը, ոսկեպարը, Կիրանցի կողքի տարածքները, այդ ես ինքս եղել եմ այդ տարածքներում կռվի ժամանակ, գիտեմ այդ գյուղերը ոնց ենք վերցրել, ումից ենք վերցրել ու ես գիտեմ, որ այդ գյուղերը մեղը չէր, հաստատ գիտեմ։ Դասականը կասեր, եղբայր, առանց ուղեղ ապրելը դժվար չի։ Պատկերացնում եք, սա խոսում է հայկական սպա գնդապետ։ Պագոններից կարելի է ուսադիրներից հասկանալ, որ գնդապետ է։ Հայկական։ Այս փնթին, ասում Հայաստանի տարածքներից զիջվել է միայն Ջերմուկը։ Ոչինչ որ Ջերմուկը զիջվել է։ Դե մնացածները թուրքական գյուղ են։ Դե եթե Ղարաբաղը տվեցինք, ուրեմն եթե պետք։ Այսինքն դուք լսում եք ինչ իմաստով խոսքը։ Զինվորը իրական սպան ինքը վաղուց պետք է ինքնասպան լիներ կամ ապստամբություն բարձրացնել։ Ոնց թե ես այս երկրի սպան եմ, ես երդում եմ տվել այս երկրի տարածքները պաշտպանելու համար, ասում դե Հայաստանի տարածքից ես ենք տվել, դե Ղարաբաղը եթե տվեցինք, ուրեմն էս է նորմալ է պետք։ Բա դու ինչ խոտ էիր ուտում այդ ընթացքում։ Ընկեր ջան։ Հասկանում եք ինչ է դարձել հայկական բանակը, ինչ են դարձրել։ Ինչ սպայի պատիվ, ինչ համազգեստի պատիվ, հələ փնթի էս անգլագետ, էս մարդ չգիտի ինչ ասի, որ բան է, լեքսիկոնը դու էս նորմատիվ սահմաններից դուրս չգա։ Խարան, ամոթ, խայտառակություն։ Սա երեխեքը պետք է ասեն հերունը, սա կինը պետք է ասի ամուսին։ Պատկերացնում եք դեվոլական տարան կնոջս, դե հա ոչինչ, ուրեմն երեխեքին էլ պետք է տանեին։ Հա դե, ճիշտ ասած դրանք երբ էին տունը լինում, որ օրվա մեծ մասներ դուրս էին էլի։ Հա դե ոչինչ որ տարել են։ Հա։ Թե չէ առանձնապես բան չի եղել, ինձ բան չի եղել, ինձ կարևոր ինձ բան չի եղել։ Դե հա։ Դե այդ կինն էլ իմը չէ, դե։ Հա։ Սենց մոտավորապես մի բան էլի։ Ես չէի կարող սա ցույց չտալ, որտեղ ես այն մարդը չեմ, որ խուսափում եմ իրականությունը բաց աչքերով նայել։ Սա կա, սա էլ կա։ Ու սրա կողքին կային են երիտասարդ արծիվ տղեկը, որոնց նրանց սպանեցին։ Արծիվ, որ ամեն մեկը ասում էր, էս իմ ընկերոջ, էս իմ ընկերների, կյաժում ոնց էր ասում, արյունով պահած հողն է։ Ով տվեց նրա մերը։ Այդ երեխեքն էլ կային։ Ու հələ սրանն նայեք։
Սա պետք է նկատի ունենալ, երբեք չի մտածել, որ sense տեսակը չկա, ես ասեմ ավելի, միայն sense տեսակը կարող էր դեռ համազգեստ ունենալ Նիկոլ Փաշինյանի օրոք, հա, մնացած բոլոր տեսակները վաղուց կամ հրաժարվել են Նիկոլ Փաշինյանի դավաճանական հրամանները կատարելու, կամ գոնե պիտի ապստամբած լինեն, բայց քանի որ տեսում եք, որ ապստամբություն չկա, ուրեմն բնականաբար պետք է մնար միայն այս տեսակի բիոթափոնը, սա զանգվածը չի, սա բիոթափոնը, ուղղակի համազգեստի մեջ, ասում եմ, Վովան Գասպարյան մի հատ լավ խոսք ուներ, սկներ կասեր դրան հանեք համազգեստի մեջից, ափսոս է այդ համազգեստը, որ սրա հակին է, դրանք առաջ։ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այժումը Նազելի Բաղդասարյանն է գրում, Փաշինյանը դատապարտում է, այս ողորմելի չնչին արած, դատապարտում է դրոշների այժումը, ով կասկածեր, ով կարող էր կասկածել, որ նա դատապարտելու է դրոշների այժումը, ես պետք է ասեմ, ուրեմն ունեցել են Ռոբիկ, Սերժիկ, Լևոն, չէ, այրվել են բոլոր ժամանակներ դրոշները, ընդ որում դրոշները այրվել են այս տականքի օրոք նաև, չէ, 7 տարի է ինքն դեղ արածում այդ պաշտոնի վրա, չէ, 7 տարի, բայց որոշեց, որ այս տարի պետք է ինքը դատապարտի, գիտեք, որտեղ արդեն ինքը բաց է խաղում, արդեն ինքը խոսք է տվել, չէ, որ Հայաստանը խնդիր չունի, պետք է ինքը քարոզի, բերի խաղաղության, ասի, հոժարական գնացեք մատաղ եղեք ժողովուրդ, որտեղ ձեր գործը մատաղ լինելն է, ձեր գործը որդվելն է, որովհետև ձեր մոտ դա արդեն ծրագիր է, ինքն այդպես ասում է, չէ, պարզ ասում է, չէ, կոտորածները նախապատրաստել ենք, ինքներս որպես ցեղասպանության մեխանիկայի կրողն են, սա իր եզրակացությունն է, ողորմելի, ու մեկ էլ տենում է, որտես չի, այս իր ասած ցեղասպանություն նախապատրաստները սեփական նախաձեռնությամբ իր համար ցեղասպանության նախապատրաստվածները հələ են ջահերով գնում են, հələ սրանց դրոշներն էլ վառում են։ Հասկանում եմ մի բան, այսքան խոսել եմ, այսքան քարոզել եմ, այսքան աշխատել եմ, սրանք դուրս եկան ապրիլի 24-ին, արեցին ավելի շատ, քան նախորդ բոլոր տարիները։ Ուրեմն ես մի քանի տեղից ինֆորմացիա ունեմ, որ ոչ մի տարի այսքան մարդ չի մասնակցել այս արարողություններին, այսքան ակտիվության ընդգծված, ոչ թե ուղղակի ամեն տարվա միջոցառումա մենք գնում ենք, չէ, ընդգծված չի դատապարտել ցեղասպանությունը եւ դատապարտել ուրացողներին։ Մի բան, որ երբեք մենք պրակտիկայի մեջ չենք ունեցել։ Մենք որ գնում ենք հուշարձան, հուշահամալիր, մենք չենք մտածում, որ մեր մեջ կարող են լինել ուրացողներ, որ մենք էլ դատապարտենք։ Չէ, մենք մտածում ենք հայերով ենք գնում։ Այս տարի հասկացել ենք, որ միայն հայերով չենք գնում, եւ կան նաեւ թուրքից ծնվածներ, ուրացողներ, որոնք մեզ քարոզում են, որ այս կոտորածները եղել են նրա համար, որ ինքներս ենք նախապատրաստել, այսինքն այսքան երախում որփաստացնը մենք ենք։ Մենք նախապատրաստել ենք այս երեխեքի որփանալը։ Սա ընդհանրապես մի չնչին մասն է, ուսես միլիոն ու կես մարդ։ Սա մենք ենք արել։ Եվ բնական է, որ ճիվաղապետությունը պետք է դատապարտեր այս բաները։ Ընդ որում ասեմ, այս ճիվաղապետությունը ինքը միայն չի, կա նաև ճիվաղապետության մետաստազները, իդեմս Արամ Սարգսյանի Վազգենի քրոջ, հա, ու սրա նման էլի կան, որոնք կատեգորիկ դեմ են ինքնահաստատման խիզախ Երևանու նպատակով այլոց դրոշներն այրելուն։ Գիտեք ինչի։ Հիշում եք այս տականքի խոսքը։ Էական չի թուրքերը մեզ ինչ կանեն, կարևորը սահման բացվի, մենք առևտրան ենք իրանց հետ։ Փողի առևտրի համար, սեփական ընտանիք, երեխա, ամեն ինչ վաճառքի հանած մարդու համար, պարզա չէ, որ թուրքական դրոշն ավելի կարևոր է, քան սեփական սելունների կյանքը, սեփական երկիրը, ասում սեփական, բայց բնական է, չէ, որ ինքը այդ սեփական չի համարում այդ երկիրի համար, սեփական միայն բանկային հաշիվն է։ Իսկ այդ բանկային հաշվի ավելացման համար նպաստում է Թուրքիան, ուրեմն ոչ թե Թուրքիայի դրոշը պետք չի վառել, այլ սրբությամբ պահել է պետք։ Եթե իր ձեռը ճար լիներ, հիմա իր կրիշիներ, տանիքիներ տնկած կլներ թուրքական դրոշը, որ շուտ հասներ այդ Թուրքիայի հետ առևտուր անելու պահը։
Բայց ուզում եմ էլի սա նմաններին հիշացնել, որ դուք թուրքերի համար ընդամենը ելուզակ հայրենիքի ծոցի մեջ բույն դրած վնասակար մանրեներ եք եւ ձեզ միայն սպանել է հասնում։ Հասկացաք դուք ով եք։ Արամ Սարգսյաններ, Նիկոլ Փաշինյաններ եւ մնացած տականքներ։ Նույնպես եմ կրկնում, սա բժիշկի, թուրք բժիշկի, բայց ճիշտ է Սորբոն ավարտածն է, բայց միթե բժիշկի պարտականությունը չի, հա, հայ ելուզակներին, որոնք հայրենիքի մեջ ծոցի մեջ բույն են դրել, հա, նրանց սպանելը որպես վարակ, որպես միջատ։ Այսինքն դուք հույս չունենաք, թե դուք միջատ ու վարակ չեք, որին մտածում են, երազում են հնարավորության դեպքում սպանել, որովհետև նույնիսկ բժիշկը, հումանիստ բժիշկը հասկանում է, ասում է, որ իր գործը դա է։ Ստերիլիզացնել միջավայրը, ազատել Արամ Սարգսյանի նմաններից, ասեմ, Արամ Սարգսյանի նմաններից առաջինն են իրանք ազատվելու, որովհետև մարդկային պատմությունը ցույց է տալի, որ դավաճանի համար ինչ տարբերությունում է դավաճանում, ով փող ավելի շատ տվեց, նա ավելի ծառայելու է։ Անեցօր Նիկոլ Փաշինյաններ, դուք պետք է խնդրեք մեզ, որ ձեզ պաշտպանենք, որ դուք թուրքերի ձեռը չընկնեք, որտեղ ոնց ուզում եք պատտվեք, ոնց ուզում եք դիրքավորվեք, որ դիրքով ուզում եք կանգնեք, դուք Թուրքիի համար մնում եք վարակի աղբյուր, միջատ, իսկ Էրդողանի բառերով ասած, իրենց սրի ծայրի մնացորդ։ Դրա համար էլ այսօր Իրանում սես բան ա եղել։ Առավոտյան միջադեպ է տեղի ունեցել Թեհրանում հայ համայնքի ներկայացուցիչների եւ Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի միջև։ Իրանի հայ համայնքի մեր աղբյուրների փոխանցման Թեհրանում հայոց ցեղասպանության հիշատակին ներկայացված հուշակոթողի մոտ առավոտյան արարողակարգին միջոցառման ժամանակ հայ համայնքի ներկայացուցիչները սուլոցներով եւ Նիկոլ դավաճան վարկածություններով դիմավորել են Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանին։ Անգամ շուռ տվել նրա դրած ծաղկեպսակը։ Ես դա մատամ ասում, ես ոնց եմ սիրում իրանահայերին, բարևներս բոլոր իրանահայերին, շնորհակալություն ձեզ։ Այսպես պետք է լիներ ցանկացած համայնքում, որտեղ պետության, այս ճիվաղապետության ներկայացուցիչները կարող է քիթները մտցնեն, սա պիտի լիներ։ Սա նորից հիշացնեմ Տալինի մի քանի օր հետո, Տալինա չէ գնալ այս տականքը։ Եթե մարդ գնաց դրա հետ դիմավորելու եւ դրա բերած հանկարծ ունեն ծեղավորին դեղ եղավ ինքը ու փոխանակ նստի, չգիտեմ ինչի նման ասեմ, լսի դրան, բերածը դրա շուրջ տա կամ սեղանը ինչ-որ մի բան չանի, հա, որ հանկարծ չկարողանան իրան նկարեն, որ իրան, այսինքն բույսի նման բերել տեղավորել են դեկորացիայի համար, որ ցույց տան, որ Տալինի հայ համայնքը եկել է ճիվաղին դիմավորելու, լսում է թե իրանց ոնց է խաբելու, հա, ոնց է իրանց ասում, որ դուք ստդուկներդ, դուք անգրագետներդ, դուք եք նախապատրաստել ձեր համար ցեղասպանություն, դուք եք նախապատրաստել ձեր արտագաղթը, որ դուք հիմա հատնվել եք Տալինում, եւ դուք տգետ եք եղել, որ դուք չեք կարողացել ապրել Հայաստանում։ Սա է ասում։ Դե շնորհակալություն ամեն դեպքում մեր իրանահայերին, որ իրանք կարողացել են ցույց տալ իրենց հայ լինելը։ Մի այլ դեպք մոռանալը հանցանք է Փաշինյանի քննադատող պրոյեկցիա Գերմանիայում, ՀՀ դեսպանատան պատին, նայենք։ Չգիտեմ երևում է թե չէ։ Այո։ Շնորհակալություն գերմանահայերին։ Եվ այսպես գնանք առաջ, տեսնենք ինչ արձագանքներ կան դրսից։ Ամոթալի է, որ ավելի քան 1 դար անց մենք չկարողացանք դասեր քաղել հայոց ցեղասպանությունից։ Կանադայի պահպանողական կուսակցության ղեկավարն է դրա մասին ասում։
ամոթ անշուշտ, բայց շատ մի ներվեք Հայաստանում դեռ մարդիկ կան, որ մտածում են ամոթ ոչ մի բան չկա, հակառակ մենք ենք դա ամեն ինչը նախապատրաստել, երևի մենք էլ պետք է ներողություն խնդրենք թուրքերից։ Ուրեմն Մոլդովայի խորհրդարան հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին օրինագիծ է ներկայացրել։ Վերջապես Մոլդովան էլ է դառնում Եվրոպայի մաս, դե քիչ տոկոսներով, բայց եվրոպական թևը հաղթել է եւ ցեղասպանությունը ճանաչման եւ դատապարտման մասին օրինագիծ է ներկայացնում։ Մինչդեռ Հայաստանը դա ուզում են սահմանադրության մակարդակի վրա հանեն ընդհանրապես օրակարգից։ Գնանք տեսնենք էլ ինչ կա։ Սա Սիրիայում քրիստոնյաներն են երթ են անցկացնում իշտակ հայոց ցեղասպանության զոհերին։ Պատկերացնում եմ հիմա Նիկոլի ու Էրդողանի սրտից ինչ ալուն է գնում։ Սա է մեր եզդի եղբայրներն են ցեղասպանության ուշադրում։ Հիմա գնանք Թուրքիա։ Այս ամեն ինչը տեսնելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է հայոց ցեղասպանության մասին հայտարարությունները տարածած երկրներին։ Դատապարտում է, դրա երևի վախից Թրամփը Նիկոլ Թրամփ ասեմ թե Դոնալդ Փաշինյան ասեմ, չգիտեմ արդեն դա ոնց ասեմ, Թրամփը վախից չի օգտագործել ցեղասպանություն բառը։ Այն որ դեմոկրատներին քննադատում էին, Բայդենին քննադատում էին, ճանաչեց հայոց ցեղասպանությունը, այս մարդը վախենում է դրանից հետո այդքան մեղադրելով, քննադատելով Բայդենին, որ եթե ես լինեի նախագահ, նա պատերազմ չէր լինի ոչ միտեղ, նա վախենում է նույնիսկ ցեղասպանություն բառն ասի։ Ինչի որտեղ Թուրքիայի արտգործ նախարարությունը դատապարտել է Թրամփը։ Վախից չի խոսեմ, դա մասին մենք իրենք խոսենք։ Մյուս բանով ուրեմն ինքը կատեգորիկ մերժումը 19-15 թվականի գործողությունները ցեղասպանություն կոչել։ Կատեգորիկ մերժումը։ Մյուսներն ասեմ, ուրեմն բայց միևնույն ժամանակ ուղերձա ցավակցությունն հաղորդել եւ ափսոսանք, որ տես բաներ են եղել։ Սա բանի Թուրքիայի մապրող հայերին ուղված։ Եվ ամենակարևորը, Թուրքիայի խորհրդարանում ուզեն թե չուզեն, Թուրքիան մի քիչ դեմոկրատական երկիր է, մի քիչ։ Եվ այնտեղ կա ինչ-որ կարծիքարներու հնարավորություն։ Իրենց ճանաչված պատգամավորներից մեկը ասել լավ, չեք ճանաչում ցեղասպանությունը, չեք ճանաչում։ Լավ, մի հատ հարց։ Ինչ կասեք, ոնց եղավ, որ 1915 թվականի դրությամբ Թուրքիայում ապրում էր 3 միլիոն քրիստոնյա։ Թուրքիայում 110 տարի առաջ ապրում էր 3 միլիոն քրիստոնյա։ Ոնց եղավ, որ այսօր ապրում է ընդամենը 50,000 քրիստոնյա։ Ասենք այդ 3 միլիոնը պետք է դարձած լիներ 10 միլիոն առնվազն։ Հիմա պատասխանեք ոնց եղավ, որ Թուրքիան ասել արդեն 70 միլիոն 3 միլիոնանոց քրիստոնյան համանքը մնացել է 50,000։ Այս հարցին կարող եք պատասխանել։ Այնտեղ իհարկե վեճ վիճաբանություն, դե բնականաբար ասում եմ, չէ, մի քիչ դեմոկրատական, այսինքն կարելի է խոսալ, բայց հնարավոր չի որ քեզ դե կաջակցեն այդ պարլամենտում, բայց Թուրքիայի խորհրդարանում այդ հարցը կա։ Եթե այնտեղ լիներ Փաշինյան Նիկոլը կամ Ճիվաղապետության ներկայացուցիչ, կասեր ինձ թվում է մեր կարծիքով քրիստոնյաներն իրենք են մեղավոր, որ հիմա էլ քրիստոնյա չեն։ Կամ քրիստոնյաներն իրենք են նախապատրաստել իրենց ցեղասպանությունը։ Իրանք են ամեն ինչ արել, որ նախապատրաստեն ինքնասպաներները, ասենք այդ բոլորը, կամ չգիտեմ, մի բան կասեին, էլի։ Նույնիսկ Թուրքի մտքով դա չի անցնում ասելու, այն ինչ որ ասում են Հայաստանի այսօրվա փաստացի ղեկավարները։ Բայց այս ամեն ինչի ֆոնի վրա իմ քեֆը բերում է գիտեք ինչը։
Ասում է կամու վայնա, կամու մատ ռադնայ ասում է, անձնական ոչինչ չկա, միայն բիզնես։ Վարչապետն ընդունել է 24-ին, ապրիլի 24-ին, հայ ավետարանչական եկեղեցու ընկերության պատվիրակության։ Մեսմ դեպքում վարչապետն ընդունել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերության պատվիրակության, հենց 24-ին։ Այսինքն Իրանա հայերը մերժում են սրանց, բերած ծաղկեպսակները շուռ են տալի, բոլոր աշխարհը մերժում է այս ճիվաղին, էնել այսօրով հայ ավետարանչականները գնում են ցեղասպանի հետ ձեր սեղմելու 24-ի օրով։ Այն բան կա, չէ՞ խոսքա, nothing personal, only business։ Անձնական ոչ մի բան չկա, բիզնես է սա, բիզնես։ Հիմա չգիտեմ, քանի ավետարանչական եկեղեցու հետևորդ է ինձ նայում։ Երևի դուք կունենաք այս հարցի պատասխանը։ Ես փորձեմ մի քանի բան գուշակել։ Դե Աստծո գործերի մեջ չենք հարմարվում տարբերակ 1։ Դե ինքն էլ Աստծո զավակ տարբերակ 2։ Դե իրան գնացել էին ուրիշ գործերով, բանը երևի բանը հավատացյալների վիճակը դեռ ավելի լավացնելու բան։ Ուրեմն կարելի է ամեն ինչ ասել։ Ամեն ինչ, ես մի հատ բան բերեմ, ստատիստիկա։ 35-36 թվականներին 1900 Ամերիկայի Ալկատրաս բանտում, դա բանն է, Սան Ֆրանցիսկոյի ամենախիստ հսկվող եւ ամենավտանգավոր մարդասպաններին ներ են տայ։ Այդ բանը Golden Gate-ի տակն է, ես կողքերով պատրաստել եմ։ Այդտեղ ուսումնասիրություն են արել սոցիոլոգիական, ուրեմն պարզել են, որ աշխարհի ամենավտանգավոր հանցագործները, դա Ամերիկայի մասշտաբով եմ ասում, սերիական մարդասպանները, մանյակները, դրանց մեջ բոլորը գտել են արդարացում իրենց հանցագործություններին։ Ոչ մեկ չի ասի ես մեղավոր եմ։ Այդ սերիական մարդասպաններն ու մանյակները, բան բոլորն ունեցել են արդարացում։ Դեմա երբ որ մեկը սկսում է արդարանալ, ես ասում եմ, ախա չէ՞ որ Ալկատրասի հնաբնակները նույնիսկ արդարացում ունեին, փնտրում էին, գտնում էին, հիմնավորում էին, իրաց ասենք այդ հանցագործությունների համար իրենց արածները։ Ոնց կարող է 24-ի օրով գնացել նա ճիվաղի ձեր ծեպմածը արդարացում չփնտրի։ Եվ մարդ չի սպանել, ընդամենը գնացել է ցեղասպանի, ազգուրացի, սերիական մարդասպանի ձեռասեղմի, ընդամենը չի սպանել, չէ՞ ոչ մեկին։ Ոնց կարող ինքը արդարացում չունենա։ Դա համար եմ ասում, մի անգամից հարգելի ընկերներ, հայրենակիցներ, հայ ավետարանչական եկեղեցու հետևորդներ, ընդհանրապես ցանկացած եկեղեցու հետևորդներ, դուք կարող եք ասել, հորինել, մեջ բերել ցանկացած բան։ Եթե սկսում ենք մի բան սակարկել, այդ պահից մենք դադարում ենք որևէ բանի նկատմամբ իրավունք ունենալ։ Ուրեմն ամեն ինչ սակարկվում է ուրեմն։ Իմ համար բաներ կան, կարմիր գծեր կան, դա չի խախտվում։ Այսինքն ես կարող եմ նայել մարդը ոնց է խախտվում, բայց այդ ժամանակվանից այդ պահից ինքը արդեն դադարում է իմ համար հաշվի մեջ լինել, ավելին ասեմ, դադարում է մարդ լինել նույնիսկ։ Հա, ես էլի երբեք այս սահմանը չեմ ասի դու մարդ չես, եթե ծայրահեղանաժշտություն չկա։ Բայց այս տեսակի սահմաններ անցնողներ իմ համար հետդարձի ճանապարհ չկա։ Իրանք մնում են այդ գծերից այն կողմ, որովհետև ինչ ես ուզում եմ իմ թեկուզ փոքր միջավայրը հնարավորինս մաքուր պահել։ Եվ ձեզ էլ խորհուրդ կտամ։ Դա եմ ասում, պետք չի նայել, մինչև երբ են ձեր նկատմամբ այդ քայլերն անելու։ Եթե տեսնում եք ուրիշի նկատմամբ այդ անառողջը, վստահ եղեք, դա նույնը ձեր նկատմամբ է լինելու։ Չկասկածեք, ստեղ ընդամենը ժամանակի խնդիր է։ Գնանք առաջ։ Հիշում եք, մենք շատ ենք խոսել, որտեղ են մեր մտավորականները, քաղաքական գործիչները, sense հռետորական հարցեր կան, չէ՞, միշտ օդի մեջ կախված, թե ոնց եղավ այս վիճակի մեջ ենք, ինչ եղավ այս, ոնց հասանք ստեղ։ Իսկ մի պահ, շատ չէ։ Մի պահ է սարքումից լսենք։ Կմիավորի բոլորը մտահոգված են, այո։ Այս մի քիչ։ Այդ գնամ ու դանդաղացնեմ, որ շատ արագ չէ լինի։ Ես եմ էլ ինձ արագ լսում։ Գնացինք։
Արդյոք մենք այսօր չունենք ընդհանուր խնդիր, որը կմիավորի բոլորին։ Բոլորը մտահոգված են, այո, այդ վեճերը, այդ անգամ իրար հրմշտելը եւ հայհոյելը երկու կողմն էլ համարում են, որ դա անում են հանուն իրենց պետության։ Իրոք Տիկին Գայանե բոլորը մտահոգված են եւ վստահ են, որ անում են հանուն իրենց պետության։ Տիկին Գայանե դուք հիմա լուրջ եք ասում դա։ Ես պատահական չի, որ նոյան տապան չեմ նայել։ Բայց հետաքրքիր է, էլի դուք լուրջ եք, հիմա դուք ձեր ասածին հավատում եք։ Ուղղակի պետք է մեր բան ճշտեք այդ դեպքում, որ ասում եք հանուն իրենց պետության։ Նիկոլը ո՞րն է համարում իր պետությունը։ Այս է շատ կարևոր։ Կամ ինչ է պետություն Նիկոլի համար։ ԿՊ-ի համար։ Որ ասում եք, դե բոլորը մտահոգ են, այսինքն բոլորը մտահոգ են։ Ու պետության համար են մտահոգ, այո, Տիկին Գայան, ճիշտ հասկացած ես։ Լավ, գնանք ասենք ինչ ասում։ Մենք այդպես են կարծում, այդպես են ուզում Այո, այդպես ասել, չարությամբ չեն պետության նկատմամբ լծված։ Հա, չարության ճիշտ ասում, չարության չէ պետության նկատմամբ։ Չէ, ճիշտ ես ասում Տիկին Գայան, ճիշտ եք ասում երևույթում։ Հա, իրանք չարության չեն պետության նկատմամբ լծած։ Իհարկե, այդ պետությունը իրանց բանն է, կառմուշկեն է, ուտելու միջավայրն է, իրանք չարության չեն։ Ընդհանրապես դա ծառայում է իրանց ֆինանսական բարգավաճման համար եւ թշնամիների կարիքը բավարարելու համար։ Ընդհանրապես Այլ հարց է, թե դա ինչ արդյունք է ունենում։ Իսկ գուցե մենք ընկալենք, որ մենք ունենք ընդհանուր խնդիր, ընդհանուր խնդրեմ, այն է հայկական հարց, եւ միավորենք մեր ուժերը ինչ է պետք, արդյոք դա հնարավոր է։ Միավորենք մեր ուժերը պետականությանը, մեր ինքնությանը սպառնացող վտանգների առջև։ Ինչու մենք այս պահին չենք միավորվում։ Դուք լսում եք Տիկին Գայանը։ Ավելի ֆենոմենալ է պատասխանը։ Ես հիմա ասենց ես սպասում եի, որ ասես, ախր դուք ինչի մասն եք խոսում։ Դե ակնհայտ հակապետական քարոզչություն, գործողություններ, հակասահմանադրական գործողություններ, խոսքեր, քարոզչություններ, հակամարտկային։ Ինչի՞ց եք խոսում։ Ես դες ման եմ սպասում, ես պետք է ասի։ Պետք է ասեմ, որ արդեն անցել է դիալոգից 28 րոպե, ես 28 րոպե ուզեցել եմ հասկանամ, մարդը ուզած ինչ է։ Լավ, 28 րոպե մարդուն լսես ոչ մի բան, ոչ մի բացի վիրտուալ ընդհանուր խոսքերից լուրջ բռնող են շոշափելի բան չկա։ Մտնենք հիմա ինչ է պատասխանում։ Արդյոք չունենք այդ խնդիրը։ Ունենք, իհարկե ունենք։ Արդյոք չունենք այդ խնդրի իսկապես օրհասականության, այսպես գիտակցումը, որ մենք խնդիր ունենք, այո, այսօր պաշտպանելու պետականությունը պաշտպանելու խնդիր ունենք։ Բոլորը մտահոգված էին։ Ոնց է բոլորը մտահոգ։ Ոնց կարող բոլորը մտահոգված լինեին անկեղծ պետականություն փոխանցելու ու մեկ էլ մենք պետականությունը պաշտպանելու խնդիր ունենք։ Սես չի լինում Տիկին Գայանը։ Դուք սպանել եք լրագրությունը։ Ես ասեմ դուք մենակ չէ։ Ամբողջ լրագրական դաշտը դուք ուղղակի ոչնչացրել եք ամենակարևոր արժեքները, որ լրագրողը պետք է հավատարիմ մնա իր գործին։ Հավատարիմ։ Էլ լսել չի լինում։ Բայց լսենք պատասխանը։ Մենք ունենք այդ խնդիրը, հայ ժողովրդի, մեր ժողովրդի այսօրվա գերխնդիրը եւ ներսում եւ դրսում նկատի ունեմ մեր սփյուռքահայության զանգվածները Հայաստանի Հանրապետության կայացումն է։ Եթե մենք չկայանանք որպես պետություն եւ ներսի ժողովուրդը եւ մեր սփյուռքահայությունը թող չմտածի թե ինքը կկայանա կամ կկայանա որպես բան, որպես էթնիկ միավոր։ Ուրեմն Այլ պետության հպատակ։ Այլ պետության հպատակ, հա, թեկուզ նաև քաղաքացի եւ հպատակ։ Բայց այստեղ մի ուրիշ բան էլ կա, ձեզ կարող է թվալ թե ես մեղմացնում եմ հանգամանքները, բայց մենք 30 տարվա քաղաքական եւ քաղաքացիական նոր իրավիճակ ունենք, որտեղ շատ մեծ նշանակություն ունի նաև կողմնորոշման օրենտացիայի հարցը։ Մեր ժողովրդի գիտակցության մեջ նույնպես օրենտացիայի տարբեր աստիճաններ եւ տարբեր պատկերացումներ կան։ Եվ պատկերացրեցիք մեր հիմիկվա խնդիրը, հիմիկվա մեծ խնդիրը մեր օրենտացիան է։
Չէ, այն որ օրիենտացիայի բան կա, քննարկում կա, դա նորմալ է։ Ցանկացած երկրում կան այդ բաները, քննարկումները, կարա լինեն դիսկուրսները։ Բայց լուրջ մեր խնդիրը երկրի օրիենտացիաների խնդիրն է։ Իսկ թվում է մենք էգզիստենցիալ խնդրի առաջ ենք կանգնած։ Էգզիստենցիալ։ Արցախ են կորցել, տեղակ եք դուք ժողով։ Հայաստանում օրենք չի աշխատում։ Պարզ գնում է թուրքական քարոզչություն։ Որ պետք է մոռանանք ամեն ինչի, սահմանություն փոխենք, անկախության հերթական գիծ փոխենք։ Դուք լսում եք այս քննադատությունը, քննարկումը ստեղ։ Փաստորեն Հակոբ Մովսեսը տենց ասեմ։ Միջին թվաբանական մտավորական, ամենտեղս ինքը իրան տենց հաշվում։ Ու այդ մտավորականի համար մեր խնդիրը հիմա բանը օրիենտացիան է։ Այս թվում է ավելի խորն է։ Իսկ թվում է օրինակ որ մեր պետականության հիմքերն ընդհանրապես ավիրված պետականության հիմքը դա սահմանադրությունն է։ Սահմանադրությունը։ Այն զիվորն ասում էր դե ջերմուկն ենք տվել, բանվել բան չեք տվել։ Եթե Արցախը չկա, նայել կարա չլինի։ Եվրոպական, ռուսական, տեղական, աշխարհաքաղաքական եւ այլն եւ այլն։ Okay, յոնում այնքան բարդ է որ մեր ժողովուրդը իսկապես կողմնորոշվելու շատ բարդ խնդրի առաջ է կանգնած, քանի որ ոչ թե չի պատկերացնում թե ով է, ինքը չի պատկերացնում իր խնդիրների տարաբաժանումը այսինչ մասը, այս մեկնակետով, այնինչ մասը, այն մեկնակետով եւ այլն։ Այս հարցը նույնպես խառնիճաղանջ մի բան գոյություն ունի մեր ժողովրդի գիտակցության մեջ եւ քաղաքացիական այս գիտակցության պակասն է, որը նաև իրեն իր կողքի հարևանների հետ ոչ թե առավելապես հաշվենկատ շախմատային հարաբերությունների է մղում, այլ էմոցիոնալ պորտկուն։ Մեր ժողովուրդը այսօր չի պատկերացնում, ոնց պետք է ինքը ապրի 300 կիլոմետր սահման ունեցող Թուրքիայի։ Ասում մենք ոչ թե ռացիոնալ ենք, այլ էմոցիոնալ պորտկուն ինչ։ Մենք նույնիսկ չենք հասկացել մենք հարևանների հետ ոնց պետք է ապրենք։ Մենք չենք հասկացել։ Ինչքան է կես ժամ խոսում է արդեն։ Կես ժամ դու լսում ես մտավորական համալվող մարդու, մտածում ես կոնցեպցիա պետք է տա։ Կոնցեպցիա, ոնց եկանք հասանք ստեղ, էս ինչ հայտարարեք վիճակը, առաջին հերթին։ Ու ոնց ես դուրս գալ։ Ասում մենք ընդհանրապես չենք հասկանում մեր հարևանների հետ ոնց պետք է ապրել։ Այս հարևանների հետ իրանք ասել են իրանց հետ ոնց կարելի է ապրել։ Հասկացողը վաղուց հասկացել է։ Հասկացողը վաղուց հասկացել, իրանք ասել են ոնց պետք է մեր հետ ապրել։ Իրանք քեզ, պարոն Հակոբ Մովսես, դիտարկում են որպես միկրոբ։ Ձեզ ինձ է։ Ձեր դիմաց նստած տիկինկայանն է։ Իրանք բոլորիս դիտարկում են որպես միկրոբ։ Իրենց թրի վրա մնացած ավելորդ ինչ-որ հետքի, հա։ Իրանք դա ասել են, ինչը պարզ չի։ Այսինքն էլ ուրիշ ոնց պետք է ասել են, արել են, ցույց են տվել, միջև հիմա անում են։ Ինչ ընկնի ձեռները մորթում են, երեխա լինի, կին լինի, տարեց լինի, քնած սպա լինի, ինչ ասես արել են, ինչը պարզ չի ձեզ, Հակոբ Մովսես։ Գիտեք ես ինձ հիշացես, մի հատ անեկդոտ կա։ Մարդը հոգնած բանա, գործից տուն գալի գիշերով, պատահական, շուտ է գալի, տենմա կինը, ուրիշի հետ է։ Նայում է, գնում է խոհանոց, ասում է սենց էլ անորոշ վիճակ։ Լորիվ անորոշ վիճակ է, լորիվ։ Հետ օրինակ Թուրքիայի պետության հետ, որը ռեգիոնի ամենաուժեղ պետություններից մեկն է, որը ընդհանրապես միջազգային հարաբերությունների մեջ այսօր իր կշիռը ունի։ Ինչպես պետք է հարաբերվի Ադրբեջանի հետ, որի հետ 30 տարի մենք պատերազմական վիճակի մեջ ենք եղել եւ որի իշխանությունները անընդհատ ատելության թույն են սերմանում հայ ժողովրդի հանդեպ, սրանք հարցեր են, որոնք մեր ժողովուրդը ես նորից կրկնում եմ իր պատմական բնազներից դուրս պետք է քաղաքացիական խիզախություն ունենա իր օգուտը, իր շահը տեսնելու համար։ Դուք լսեցիք, որ մենք պետք է քաղաքացիական խիզախություն ունենանք մեր օգուտը եւ շահը տեսնելու համար։ Ինձ սա չգիտես ինչի հիշացրեց այդ քաղաքացիական խիզախությունը ոնց պիտի դրսևորվի։ Ըստ Նիկոլ Փաշինյանի դա պիտի սահմանները բացվի, ճանապարհ տանք, առևտուր անենք, որ միլիոններ գա, այդ է պետք է խազախ քաղաքացիական խիզախություն ունենանք, որ մեր շահը տեսնենք։ Հասկացաք։
Հասկացաք ինչա քարոզվում մեզ շատ նուրբ, ուղղակի դրան եկավ հասավ մոտավորապես 31 րոպե 48 վայրկյան էր պետք այս կետին հասնելու համար։ Որպեսզի լուծի։ Դուք բերեցիք Իսրայելի օրինակը, Տորան ասեցիք, նրանք ունեն իրենց այսպես օրենքների կամ բոլոր հարցերի պատասխանի տեղը ունեն, փարոս այսպես ասած։ Այո, մենք էլ ունենք։ Որն է մեր փարոսը։ Մեր քրիստոնեական հավատը, մեր քրիստոնեական կրեդոն, քրիստոնեության վրա կառուցված մեր ամբողջ մշակույթը, փիլիսոփայությունը իմիջայլոց հայ ժողովուրդը 17-18-րդ դարերից պետական սահմանադրական կարգեր սահմանելու մտածողություն է ունեցել։ Հնդկաստանի 1 թվականի Պոլսիֆի հայ ժողովը մեր ժողովուրդ Սենց ամեն ինչի մասին, բայց միևնույն ժամանակ ոչինչի մասին երկար կարելի է օրերով խոսել։ Փաստորեն, այս մեր հարցերը լուծումը քրիստոնեական ձևով։ Քրիստոնեական ձևով հիմա յարի քրիստոնյաները պետք է ասեն, ախպեջան, չհասկացա, ուր է դրոշը վառում։ Չի դրոշը վառում։ Ինչ անեն կոտորել են, մյուսը էստեղ դեմ դուր։ Պետք է ասես քրիստոնեական ո՞ր արժեքների վրա ես ուզում պետություն ստեղծես։ Կամ այդ ո՞ր քրիստոնեական տորայի արժեքների վրա է ստեղծել Իսրայելի պետությունը։ Իսրայելի տորայի մեջ գրած է, եթե թշնամիդ ուզում է սպանի քեզ, իջև նույնիսկ ինքդ դա մտածել է, դու պետք է առաջինը սպանես։ Իրան իր տորան, այդտեղ հնարավորություն է տալի։ Ինքը տենց էլ ասում է, ես գիտեմ, որ Պաղեստինն ուզում էր ինձ սպանել, ես ջնջում եմ Պաղեստինը։ Հիմա ես գիտեմ, որ Իրանը ուզում է ջնջի, ես առաջինն եմ իրան ջնջելու։ Կասես այդ քրիստոնեական արժեքների մեջ ո՞րն է մեզ այդ հնարավորությունն առավելությունները տալու։ Եվ բան չի տվել միջև հիմա։ Շնորհակալ եմ, որ հայտարարենք եթերում, որից հետո փորձենք դիտարկել մենք ունեինք հետևյալ հարցը մենք ունեինք կամ ասում ենք որ ունենք հեռամիացություն Արցախ Հայաստան Սփյուռք Հայաստան Սփյուռք Արցախը գիտենք այսօր մենք որպես առանձին միավոր ուժ չունենք բայց Հայաստան Սփյուռքը դեռևս կարող ենք դիտարկել թե ոչ ուժ է դա եղել է դա ուժ կա դա ուժ կարող ենք դա դիտարկել որպես ուժ թե ոչ գովազդ է եթեր այստեղ սպանեց ուրեմն փաստորեն կա Արցախ Սփյուռք Հայաստան դե Արցախը արդեն գիտենք Մնաց հարցը հասկանանք։ Հայաստան ես ո՞ր։ Ասենք Արցախը գիտենք արդեն չկա։ Ու դա էլ քննարկման բան չի, թե ինչի չկա, ոնց եղավ որ չկա։ Էլ կարելի է չնայել։ Որտեղ չքննարկվեց Արցախը։ Չասես մտավորականը, լմիվարկյան։ Արցախը որ դու ոնց համարեցիր որ չկա։ Ինչ անենք որ հիմա հայաթափված է, դա չի նշանակում որ չկա։ Չէ։ Սփյուռք, բան, բան, Սփյուռքը պետք է իր աներն անի, մենք կարող ենք այդ մասը նայել, բայց Արցախի մասին ոչ մի բան։ Հայրենակիցներ հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք բանաստեղծ թարգմանիչ Հակոբ Մոսեսի հետ եւ մինչ գովազդի դուրս գալը ես այսպես ուրվագծեցի այն թեման, որի շուրջ մենք խոսելու ենք Հայաստան Սփյուռք։ Հայաստանում շատ Սփյուռքից ասացի չէ, Արցախ չկա։ Արցախ չէ։ Հայաստան Սփյուռք, բեր, Արցախ չկա, Տիկին Գայանեն փակել է Արցախի հարցը։ Ես մտածում եմ մտավորականը կասեր Տիկին Գայանեն ոնց թե Արցախի հարցը, ոնց ով ասա փակված է։ Այդ մենակ Հայաստանում է փակված, Նիկոլ Փաշինյանի համար, բայց ամբողջ աշխարհը խոսում է դրա մասին։ Լսենք, չասեք, այս օրինը։ Եկած մարդիկ են, էլի հետ վերադարձածներ կան։ Շատերը ժամանակին լքել են Հայաստանը, գնացել են եւ չգիտեմ, Սփյուռքի մաս դարձել են, թե չէ, այնտեղ էլ շատ բարդ են վերաբերում։ Հին Սփյուռք են ասում, նոր Սփյուռք են ասում։ Ընդհանրապես ինչպես ընկալել այսօրվա, ինչպես է գնահատում այսօրվա իրավիճակը, արդյոք դա ուժ է աշխարհասփյուռ հայությունը տարբեր երկրներում բնակվող հայերը, որոնց մեծ մասը դեռևս հայացքը ուղղում է դեպի Հայաստան, հետաքրքրվում է ինչ է կատարվում Հայաստանում, ցավում է Հայաստանի հետ, ուրախանում է Հայաստանի հետ։ Մենք դա դիտարկել կարելի է դիտարկել որպես ուժ եւ մենք գիտակցում ենք, որ ունենք այդ ուժը եւ ճիշտ ենք օգտագործում կներեք այդ բարի համար այդ ուժը։ Ես նկատի ունեմ Սփյուռքը ճիշտ ենք օգտագործում այդ ուժը Հայաստան Սփյուռք կապը դա ուժ է կա թե կորցրենք դա։ Ձեր հարցին պատմական պատասխան կարելի է տալ, թե որ ժամանակաշրջանից է հայ ժողովուրդը սկսել գաղթել, արտագաղթել։ Զանգվածայնորեն
6-7-րդ դարից 10-11-րդ դարում դա հասավ իր գագաթնակետին, Իսկ ասում եմ Արցախի չի վերադառնալու։ Դրանց արդեն Արցախա բանը Սփյուռք եւ Հայաստան չկա թեմա։ Չկա։ Դուք ինչ եք ուզում։ Ժորժ ջան, ինչ եք ուզում։ Դուք հետո ուզում եք մենք բան Արցախ վերադարձնենք, մենք ուզում ենք չէ, մենք sense-ից վերադարձնելու ենք, դա եկա ասեմ, որ Հակոբ Մովսեսից կախված չի, ոչ թե Տիկին Գայանից է կախված, իրենք հիշեն Արցախի մասին, թե չեն հիշի։ Ոգիս ուզում եմ ասեմ, որ պարոնայք եւ տիկնայք մեկ տեսնում ենք, մեկ լսում ենք, մեկ հասկանում ենք։ Բնականաբար Լևոն Տեր-Պետրոսյանի Մովսես Խորենասին, այն չեմ ասում Հակոբ Մովսեսը, բնականաբար Արցախի մասին չէր խոսալու, բնականաբար մեզ պետք է համոզել, որ մենք պետք է ռացիոնալ լինենք, քաղաքացիական կամք ունենանք, մեր օգուտները տեսնելու, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ շփվելու։ Դες ամեն ինչ այնքան բնական է։ Հա, եւ որ դու մի հատ background ես նայում անցած ճանապարհով, հասկանում ես, այս որ պլատֆորմի խոսնակն է։ Այս մարդիկ մտավորական է։ Գիտեք, մտավորականը չի լինում ուղղորդված, մտավորականը չի լինում sense ինչ որ կոնկրետ ոնց ասեմ ներկայացիչ, այ ինչ որ թևի։ Մտավորականի զորությունն է, որ ինքը կարողանում է պիտի առնվազն գոնե կարողանա մեծ պատկերը տեսնել։ Փաստորեն այդ մեծ պատկերի մեջ Արցախ չկա։ Մեծ պատկերի մեջ անվտանգություն, հա, հայի դերը, Թուրքիայի հարաբերությունները, ոնց է կառուցված պատմականորեն չկա, բայց հիմա արտագաղթ ինքը սկսում է պատմականորեն 6-րդ դար, 7-րդ դար, તો 11-րդ դար, բայց այդտեղ չի ասի, գիտեք ինչ է, լսեք ոչ չի ասում։ անի կործանումից հետո։ Եվ այնուհետև 17-18-րդ դարերից դա դարձավ մասսայական երևույթ, մեր մշակույթի մեջ հանդես եկավ Ղարիբի օտարականի պանդուխտի կերպարը, թեման, որը մեր ժողովրդական երկերից սկսած մինչև Այստեղ մանիպուլյացիա էլի սուտ։ 6-րդ դար հետո 11-րդ դար Պավլիկյաններ, Թոնրակեցիներ, Անի կործանում, դրանք բոլորը պարտադրված գաղթեր են եղել։ Պարտադրված, այսինքն եւ Պավլիկյանների դեմ պատերազմ եղել, եկեղեցին հանել պատերազմ դրանց դեմ, եւ Թոնրակեցիների դիմաց այլ եկեղեցին հանել պատերազմ։ Կոտորած մարդիկ ուղղակի պետք է համալեն գաղթել դեպի Եվրոպա։ Անի կործանումը էլի եկեղեցու ձեռով, բայց անի ժողովուրդը պետք է գնար, հանձնեցին Բյուզանդիային։ Հետո եղավ 17, սահուն անցավ, որ ասեն հայ ժողովուրդը արտագաղթող ժողովուրդը, չէ, հայ ժողովուրդը ընդամենը կոտորածից է փախել։ Ձեր բոլոր այդ շրջանները, որ դուք նշեցիք, բայց սահուն անցակ, հետո դառավ Ղարիբի երկրը, հա, բայց պետք է Ղարիբի դառնալ, պարտադրված է մարդը արտագաղթել, ոչ թե հայ արյան մեջ նստած է, որ ինքը նստում է, չարտագաղթեմ։ Մտավորական։ Մեր գրականությունը արծարծվել է։ Մենք պետք է հասկանանք առաջին հերթին, թե հայ ժողովուրդը ինչու է գաղթում։ Իմիջայլոց գաղութ բառը հրերեն գալուտ բառն է, դա հրեական բառ է, որ մեր լեզվի մեջ անցել է հավանաբար կամ ասորերենից կամ արամեերենից։ Մենք այդ բառը չենք ունեցել։ Որ ինչ է նշանակում։ Գաղութ։ Հենց դա է նշանակում։ Հա, գալուտ, ինչ որ մենք գաղթել։ Հրյաները պարզ է, թե ինչու են գաղթել։ Հրյաները ուրեմն երբ որ Սողոմոնի երկրորդ թե երրորդ տաճարը ավիրվեց, իրանք զրկվեցին հայրենիքից, առաջին գաղթից հետո Եգիպտոց վերադարձան եւ սկսվեց իրենց այսպես ասած գալուտը, այսինքն սփյուռքային վիճակը, սփյուռքացումը, այդպես ասենք։ Սփյուռքայինացումը։ Ահա, այսինքն հրյաների գաղութի պատճառը պարզ է։ Իրենք երկիրը կորցրեցին եւ սկսեցին գաղթել։ Մեր գաղութայնացման թույլ տվեք այդպես ասել, չնայած այս բառը տվյալ դեպքում լրիվ ուրիշ բան է նշանակում։ Գաղթականացման պատճառները ինձ համար անհայտ են, եթե ձեզ համար հայտնի են, խնդրում եմ ինձ ասեք։ Պետականության կորուստ։ Ես էլ չեմ ուզում շարունակել։ Եթե մտավորականի համար մեր գաղթերի պատճառը անհայտ է, իսկ ցանկացած դպրոցականի այսօր ուղղակի չեմ ուզում ցույց տամ, մի դպրոցականի կանասել էին, բանտիցերնական բերտում, հենց ուշագրոմի կողքեր։ Ինքը 9-րդ դասան երեխա էր, ամեն ինչ պատմեց։ Բայց մեր մտավորականի համար մեր գաղթերի պատճառը չի կարող ասել։ Դա աստվածի է չենք ուզում։ Իհարկե, եթե դու չգիտես, մի ասա, ավելի լավ չիմացածդ չասես,
քան ասես նենց ոնց որ միջև հիմա ասվածներ։ Ժորժ ջան, անցած անգամ էր, չէ՞, մենք խոսում ենք այդ քաղաքական մտքի վիճակը Հայաստանում։ Սա մտքի վիճակն է, մտավորական մտքի վիճակն է Հայաստանում, մանիպուլյատիվ, կիսաճշմարտություններով, լրագրության վիճակն է Հայաստանում։ Ինչ անենք։ Եթե մենք պարապ նստենք, սադեմ չնդվզենք, չի լինի, գիտեք որտեղ խոսացողին են լսում։ Արածի անողի արած գործն է երևում։ Եթե մենք այս պարապ նստենք, ոչ մի ձևով չհակադարձենք դրսում, փողոցում, մեդիաներում, իրանց ասածը մնալու է, ու դից էլ մնա օդի մեջ։ Հա, որ հայ ժողովուրդն է պրոֆեսիոնալ գաղթական է։ Բայց ինչի է գաղթել, ոնց եղավ, որ 7-րդ դարում հայ մարդը գաղթեց, ընդ որում հայ մարդը երբեք ասպատակությունների պատճառով չի գաղթել։ Այսինքն եղա արաբական ասպատակություն, պարսկական, թուրքական, կռիվ է եղել, կռվել են։ Դրա պատճառով չի գաղթել։ Ես ցեղասպանությունը չեմ ասում 15 թվականին։ Հա, էլի գաղթ չէր լինի, եթե, ասենք, նախորդ ռուսներն ու դաշնակները ժողովրդի ձեռից հավաքած չլինեին զենքերը։ Հասկանաք, ռուսական դավաճանությունը չլիներ, կռվող տղամարդկանց չզորակոչեին ռուսական բանակ թուրքերի դեմ կռվելու, բայց դրա պատասխանով 300,000 մարդ հանեին տարածքից, անմեղ երեխեքին, անպաշտպան ծնող տարեցներին ու երեխեքին թողեին թուրքի դերը, ասեն կոտորեք ինչքան ուզում եք։ Ասում են, էլի չէր լինի։ Ու մտավոր չգիտես բացի պատասխանել, լավ դինամ առաջ։ Այս ադրբեջանցին լուս է կամպան։ Азербайджана всего 104 года. Какого ёбу, что Карабах наш? Почему на территории Нагорного Ասում է 104 տարեկան Ադրբեջանը ոնց է դու գոռում Ղարաբաղը մերնա։ Карабаха церковь больше лет, чем нашего мечеты? Ասում է ոնց է անում Արցախի տարածքում ավելի բանը այդ եկեղեցիներն ավելի հին են, քան ասում մսկիթները։ И выходите говорите, что, блядь, я предатель Родины. Я Ու իրան այդ амեն ինչը ասելու համար ասում է дու բանը դավաճան ես։ Դու հայոյական։ историческим фактом говорю. Почему там церковь более трех веков, а нашему мечету всего там 80 с чем-то лет? Ոնց կարող ասում են մի քանի դարա իրանց եկեղեցիները ասում են մսկիթը 80 տարեկան։ Ու այդ ամեն ինչը ասելու համար իրան դավաճան են ասում թուրքերը։ Ну что ли вы? Вот покажите мне хорошо. Мечеты, вот церковь поставили. Այս ամեն ինչը մենք բարձր գիտենք, այս ամեն ինչը պետք է ուղարկել Փաշինյան Նիկոլի, ու ասել, լսի, թուրք կա քեզնից մարդա։ Հիմա գանք սրան։ Ուրեմն հայդատա դատապարտում է Դոնալդ Թրամփին, քեֆս բերեց ստեղ։ Դոնալդ Թրամփի ամոթալի նահանջը։ Ուրեմն ինքը ոչ ավել ոչ պակաս Նիկոլի լեքսիկոնն է օգտագործել ցեղասպանության փոխարեն օգտագործել է մեծ եղեռն բառը։ Մարդ, որ Բայդենին մեղադրում էր, որ ինքը թույլ տվեց պատերազմ, մարդ, որ ասում էր ես որ լինեի, պատերազմ չէր լինի, հա, իսկ փոխարեն Նենսի Պելոսին, որ այսօր արգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 միլիոն հայերի իշադակը սարսափելի ցեղասպանության ժամանակ, սա Նենսի Պելոսին ասում։ Հա, բայց ես նկատեցի, որ մի քանի այսպես ուլտրա Թրամփիստ տարածել են մասը, որ բանը Թրամփն ասում է մենք Հայաստանի հետ կշարունակենք մեր ռազմավարական գործընկերությունը։ Ու դա Այս մյուս նիկոլիզմը, որ ասել է Ռուսաստանը մեծ լավություն է անում Ուկրաինային, որ ամբողջ Ուկրաինան չի գրավում։ Ես մեկ 3 տարի է փաստորեն ինքը մեծ լավություն անում։ 3 տարի է մնացել այն նույն տեղում, քանի միլիոն արդեն մարդ է կոտորել, ամբողջ երկիրը իր սեփական եւ Ուկրաինան ավիրել է, բայց դա ուղղակի լավություն է անում, որ Ուկրաինան չի գրավում։ Սա ասում է Պուտինի լավագույն ագենտը պատմության մեջ Դոնալդ Թրամփ Փաշինյանը։ Դա մեծ սիծեմպինը նստած սենց հանգիստ իր համար թե ախմում գետի ափին, հանգիստ ստեպան չունի, անհանգստանալու բան չունի, մենք ունենք անհանգստանալու բան, որովհետև ինջալոց էս պետք է նշեմ,
պատմականորեն ով ընկնում է մի բան քանդելու հետևից, հա, պաշտպանողական կողմը մի շահեկան դիրքում է։ Տրամպը որոշել էր, որ իբր պետք է Չինաստանը քանդի, քանդեց, ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջին հերթին, իր բարեկամական կապերը բոլոր երկրների հետ, շահումը Չինաստանը, ասում sense հանգիստ նստածա։ Սա Նիկոլի վրա օրինակ բերեմ էլի, ինքը որ ընկել է ուզում է քանդի հայ հիշողությունը, զգացմունքները, վերաբերմունքը բան, ուրեմն հիշեք ճիվաղներ։ Դուք փշուր եք լինելու, փշուր, որտեղ դուք օգտագործում եք ձեր չեղած ռեսուրսների մաքսիմումը, որ դուք կարողանաք մի եղունգի չափ շարժ անել, ասենք մի քանի իդիոտ են բանի նման, են զինվորականի նման, հա, որ ասեն դե լավ, հիմա ինչ անենք, մենակ ջերմուկից ա մի քիչ գրաված, դե որ Ղարաբաղը տվին, ունեմ նրանք էլ պետք է տանք, հա, ասենք մի հատ այտենց, փապոն, բայց հիմնական ժողովրդի վերաբերմունքը դուք տեսակ այդ ապտակը, դուք կյանքում չեք մոռանա, սա ընդամենը պրելյուդիան էր, սա նախաբանն է, հա, եթե դուք հանկարծ որոշեք 26 թվականի ընտրություններ անել, դե ուզեք չուզեք պետք է անեք, դուք պետք է հասկանաք, որ այս որ կար, սա ընդամենը այն բանն է, այսբերգի վերևի մասն է, ընդամենը այս մեծ, ընդամենը, որ հարմարել իրան այդ օրը այդ ժամին փողոցից դուրս գար, բայց այնտեղ կան մարդիկ, որոնք ասենք հաջորդ օրը գնացին, տուններ առողջական վիճակը թույլ չէր տալի որ գնալ, բայց ընտրություններում այս շարաչուն ապտակը, դա ապտակ չի լինել, ավելի մեծ բան է լինելու է, ուրեմն հիշեք, ով որ ուզում է էներգիա դնում մի բան քանդելու, ով հանգիստ սպասում է, այսենց դիակը կողքով անցնել է։ Եսանք մեր Արգելեթ հիշետակը, նաև ինչու չէ Նիկոլ Փաշինյան։ Պատմությունը երևի լավ չգիտեմ։ Պահանջում ենք բոլորին հիշել եւ հարգել այդ հիշետակը, նաև ինչու չէ Նիկոլ Փաշինյան։ Պատմությունը երևի լավ չգիտեմ։ Նիկոլ Փաշինյան։ Երևի տենց եմ կարծում։ Հայոց ցեղասպանության Ուզում եք ինչ մեղմ են ասում։ զոհերի հուշահամալիր բարձրացող այս մարդկանց բարգացրել է Հայաստանի ղեկավարի հայտարարությունը։ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է դաշնակցականների բողոքի ակցիան, որ այրել են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները։ Սա մի փոքրիկ ուղում դաշնակցականների բողոքի ակցիան չէ, սա համայն հայության բողոքի ակցիան էր, համայն հայության, ապրեմ դաշնակցականները, որ կազմակերպել են այս բողոքի ակցիան։ Թե չէ, դուք պատկերացնում եք այսքան դաշնակցական լինել Հայաստանում։ Մեկը լինի իրան դատապարտի։ Անընդունելի անպատասխանատու ինքն է արել։ Սխալ արել, որ դատապարտել եմ, մենակ այդ կարող եմ ասել։ Այբարդ, քեզ վարչապետեն դրել քո գործից խոսա։ Վարչապետի մամուլի խոսնակն է պետական Armenpress-ին փոխանցել Փաշինյանի խոսքերը, թե հարևան երկրների դրոշներն այրելը անընդունելի սադրիչ արարք է։ Միջազգայինորեն ճանաչված պետության, առավելևս հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժան։ Ինչ հետաքրքիր բան ասես, միջազգայինորեն ճանաչված պետության։ Իսկ կարող է Հայաստանը միջազգայինորեն ճանաչված պետություն չի, որ տարածքի մի մասը ոչ թե ուղղակի դրոշ են այրել, գրավել են։ Հա, Փաշինյան չի վախ։ Կարող է Հայաստանը միջազգայինորեն ճանաչված պետություն չի։ Տարածքն են գրավել, ողորմելի։ Սա դրոշը։ Դա սադրիչ եւ հրահրող գործելակերպ։ Նման բան ոչ Սերժիկն է կյանքում ասել, ոչ Ռոբիկն է ասել, ոչ Լևոնն է ասել, ոչ էլ ինքը միջև 2020 թիվ, այսինքն 22 թիվ նույնիսկ։ Քանի գլուխ ուներ, այդպես բան ասել ինքը։ Սահման բարոյականություն այլևս չկա։ Դաշնակցական պատգամավոր Գեղամանուկյանը չի հիշում, որ նախորդ տարիներին Փաշինյանը երկրի առաջին դեմքի դիրքերից դատապարտել այդ ակցիան։ Նրա տպավորությամբ Փաշինյանը շտապել է Թուրքիայի ու Ադրբեջանի առաջ արդարանալ, թե դրա հետ կապ չունի։ Ավելի շատ երևի իր տերերին Թուրքիային եւ Ադրբեջանին ուղղված հղումա, որ կներեք, ես դրա հետ կապ չունեմ։ Վարչապետը այդ տեքստով միաժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կրակոցներին Սյունիքի ուղղությամբ։ Դատապարտել է ու կոչ արել, որ Ադրբեջանը քննի իր իսկ կրակոցներն ու պարզաբանի։ Ադրբեջանական կրակոցներն ու դրոշ այրելու ակցիան հավասարեցնելը անբարոյականություն է։
Կանության այրում են Թուրքիայի դրոշը, 44-օրյա պատերազմից հետո նաև Ադրբեջանի դրոշը։ Դրոշ արելը իրականում քաղաքական ակտ է, որ տարբեր երկրներում իրականացվել է։ Իդեպ երեք երեկոյան հայտի փաստաբաններից մեկը Վարազդատ Հարությունյանը օրինակ էր բերել Միացյալ Նահանգներից, եւ արդարացրել էր Միացյալ Նահանգների քաղաքացու։ Դե չի կարելի, հրահրում են, չէ՞։ Հրահրում են, չի կարելի։ Այս տղամարդը համաձայն է Փաշինյանի հետ, դրոշ այրելուն դեմ է ու կարծում է, որ դա կարող է գրգռել Ադրբեջանին ու Թուրքիային։ Մեր մեջ էլ մարդ կա, որ մտածում է ինքը կարա գրգռի Ադրբեջանը Թուրքիային, վայ ողորմելի։ Վայ ողորմելի, Ադրբեջանը ու Թուրքիան նստած սպասում է դու երբ իրան գրգռես դրոշ վառելով։ Այ եթե իր դրոշը չէր վառել 44-օրյա պատերազմը չեղավ։ Այն բոլոր կոտորածները չեղավ, ցեղասպանությունը չեղավ։ Այսինքն չգիտես ինչ ասես ու Հակառակորդին դրդել գործողությունների։ Այս դրոշը վառելը մեր թշնամուն գրգռումա։ Բայց դու գրգռվես։ Չենք ուզում էլի նոր պատերազմը։ Դերի քայլ է զոհեր տանք։ Պատերազմը դրա հետ չի կապված։ Ես Պատերազմը ավելի խորի մաս բան ունի, արմատներ ունի։ Ես չեմ դատապարտում, ոչ էլ գովաբանում եմ, ասենք։ Այդ ամեն բոլոր դեպքում շատ եթե մտածեք մի քիչ հետադիմականը կարող վառել, ինչ որ մի գիրքը ճղել կամ սխալ բաներ այլ է։ Բոլոր դեպքում դրանով չի որոշվում։ Միևնույն է, իրանք քաղաքականությունը տանելու են, բայց մենք որպես քաղաքակիրթ երկիր չպետք է նմանվենք իրանց։ Մեզ հանդիպած այս կինն էլ է դեմ, որ դրոշներ այրելով բողոքի են Թուրքիայի քաղաքականության դեմ։ Կարծում է Փաշինյանը որպես պաշտոնյա ճիշտ է արել, որ դատապարտել է։ Բայց որպես հայ սխալ։ Դրոշների այրումը, այո, ինքը որպես այդպիսին ցանկալի երևույթ չէ, բայց մենք չենք հասկանում ինչի մասին է խոսքը։ Մենք գիտենք, չէ, որ տեղ են ունեցել ցեղասպանություն, դա արել է մի երկիր պետություն, որը մինչ այսօր չի ճանաչել, չի ընդունում եւ չի դատապարտել։ Ապրելու երկիր Ես ասեմ, այս քան որ խոսակցությունը շատ է, վառել է պետք վառել, պետք չէ վառել է պետք է վառել։ Այս տարի պետք է վառել։ Ես միշտ ասել եմ, իմաստ չունի, իմաստ չեմ տեսնում։ Այս տարի դա այդ վառելը ուղղված է Փաշինյան Նիկոլի դեմ։ Դրա հետ պետք է նաև վառվել Փաշինյան Նիկոլի նկարը, ՀՊ-ի դրոշը, հա, դրանք ուղղված է Փաշինյան Նիկոլի դեմ ուղղակի։ Այն որ Ադրբեջանը բանը Թուրքիան մեջ թշնամիներն են ու դա անփոփոխ է, ինչպես Ադան Էրխսյանն էլ գրել, 110 տարի չէ, 1010 տարի անցնի, դա անփոփոխ է։ Իրանք դիտարկում են հային որպես պատկերացնում եք, մենք իրենց թուրք ենք ասում, իրենք հայերեն ասում են։ Միկրո վնասակար։ Այսինքն աշխարհի ամենամեծ վնասված ազգը թուրքն է։ Իրանք հային, որ իրանց գիժնելը հայաստեղծը, իրանց հիմնելը հայաստեղծը, իրանց ամեն ինչը, այսօր իրանց պրեզիդենտական պալատներն էլ հայ սարքածը։ Այդ ողորմելիները սեփական ոչ մի բան չեն ունեցել։ Մենք որ ասես այդ տականք, այդ որ դու գրում ես, այդ տարերը, ով է ստեղծել, արա։ Բա արժանապատվությունն ես մի օգտվել տարերից։ Ինչ որ է, այդ վառելը պետք է առավել եւս պետք է հենց այս տարի, հենց Փաշինյան Նիկոլի նկատել, որ իրանք հասկանան բան, թուրքերի հետ չանցավ իրանց բառած քաղաքականությունն ու քարոզը։ Չանցավ։ Չեք կարող մեզ համոզեք։ Մենք չենք կարող ուրանանք ձեր նման։ Ժողովրդին անընդհատ ցրում են, որպեսզի ժողովուրդը ցվրվի, խոսա հեծանիվից, խոսա բլդուղով երկու բլդուղով հաց ուտելուց, խոսա փտած ատամներից, հասկանում եք, խոսա իրա գժություններից, որպեսզի ժողովուրդը ցվրվի, ոչ թե ժողովուրդը համախմբվի ու ասի դու դավաճան թշնամի, դու պետքա ռադլնես, դու պետքա գնաս ուղիղ ԱԱՑ-ի պատվա, դու չպետքա մեռնես, ինքը չպետք է սատկի, ինքը սատկելու է, ինքը չի մեռնելու, բայց սատկելու է երկելուց հետո, ժողովուրդ Անես լավ վերջաբանը, ստեղ բաչ թողես մեր ընկեր ասելու։ Ես լրիվ համաձայն եմ սա հետ։ Վաղ արդեն ապրիլի 25-ն է, արդեն այսօր, արդեն ապրիլի 25-ն է, որ Լաս Վեգասում արդեն կլինի Վախթանգ դատավարությունը, եթե ինչ-որ մի նոր բան լինի, ես դե ինձ բան ասեմ, ես կփոխանցեմ ձեզ։ Ամեն դեպքում կյանքը շարունակվում է։ Այս մի փուլ էր, որ շատ կարևոր մենք անցանք, շատ կարևոր անցանք, ցույց տվեցինք ինչ-ինչոց է,
Հիմա թող գնան ճիվաղները, հանձնվածները, դավաճանները, ողորմելիները հասկանան ու հաշվեն ինչ է մնացել իրենց ռեսուրսներից եւ ինչ ռեսուրսներ ունեն եւ ինչ են կարող դրանով անել։ Ես ասեմ, ձեր 5% կամ 7% ռեսուրսով դուք մաքսիմում կարաք այսօրվանից առանց ապավելու սկսել բանտերը վերանորոգել, քանի դեռ դրա հնարավորությունը ունեք։ Վաղը ուշ է լինելու։ Հենց այս լավատեսական նոտայի վրա եմ ուզում այսօր ավարտել։ Լավ մնացեք։